ուրախ բայեք ձեր սիրտը։ Դուք իմացեք, որ դուք դրախտում չեք։ Չասեմ որտեղ ենք մենք, բայց մենք դրախտում չենք։ Եթե դուք կարծում եք դրախտում եք, տատս ասում էր իշու դրախտում է։ Դե, կատեն բան։ Սովորական բան ասեմ, ինքնաթիռը երբ որ գերմետիզացիան փչանում է, խորհուրդ են տալի, երևի թռել եք, գիտեք, ասում է վերևից ընկնում են այդ դիմակները, առաջինը վրա դիր։ Ինչի, որտեղ ասում է դու չես շնչում, դու քեզ լավ չես վերաբերում, այն երախուտը չես կարա փրկես։ Թե չի մարդիկ կան ասում են երախուն փրկենք, չէ։ Կա օրինաչափություններ, այսինքն այդ իմաստով ոչ թե ես պրպտող եմ, այլ ես հարգում եմ ինձ, հարկ բառն էլի միջալուց, դու գիտեք, չէ, երևի ինչա նշանակում, այ հանրային ռադիոյում եմ լսել, հարգը նշանակում է ռուսերեն ասած պրոբը զոլոտը։ Արժեքը չի։ Կա ցածր հարգի մարդ, կա բոլորին հարգում ես, մարդկանց պետք է հարգել։ Ամենաբարձրագույն պրոբան դա սերն է, էտարով, միջալուց գինիներ ունենք, սերն բառն էլ է կարևոր, որ մի քիչ մտածեք այդ բառերի մասին, կհասկանաք, որ դուք պետք է ձեզ սիրեք, բայց ոչ թե նարցիսիտը կան սեր, ասենք, բա ես ինչ լավն եմ բան, չէ, քո սիրելով քեզ դու սկսում ես պիտանի բաներ անես, ու այդ ժամանակ էլ ընդհանուր տիեզերական սերը միանում է, սկսում է քեզ խորհուրդներ տալ, ասում է հիմա ես մի արա, այն արա, էշի մեկ ասում է հիմա ինչ ես ժամանակը վատնում սրա վրա, էս արա, դու էլ ասում ես հա, իսկապես անում ես, տեսնում ես ինչ լավ է։ Ամեն մեկին չի տրվում այդ տիեզերական խորհուրդները։ Բոլորի համար դա բաց է։ Չէ, բայց ամեն մեկը չի հասնում գիտակցական այն մակարդակին, որ այդ ասվածը ընկալի, լսի եւ անցկացնի իր միջով։ Ամեն մեկի բոլորին տրվում է, այո, բայց արդյոք մարդիկ են գիտակցական։ Օֆելիա ջան, բոլոր ընտրություն ունեն, ոնց որ ձեր հայտնի հերոսը Համլետը լինել թե չլինել։ Ինքը ընտրում է, սա ընդունի թե չընդունի։ Օրինակ, հենց այսօր գալիս է այստեղ ու հաճախ հանդիպել է։ Մարդիկ, որ իրանց չեն սիրում, իրանց գործին հարգանքով չեն մոտենում։ Իսկ ես շատ տարբեր գործեր եմ արել իմ կյանքում։ Եղել եմ հաշվապահ հրեական թաղամասում, որտեղ հերթեր գոյանում, որ ուզում էին գային իմ մոտ հաշվապահություն անեին հարկային, որտեղ ես օգնում էի մարդկանց ու օգնում էի փող տանեն տուն ըստ օրենքի, երբ որ մարդ կարծում էր, որ պիտի հարկ տա։ Ես վարորդ եմ եղել, լիմուզին եմ քշել ու քշել եմ բավական հայտնի մարդկանց, որ կինոներում տեսնում եք, ասենք Մել Գիբսոնին, Ջորջ Կլունին, տեսել եմ իրանք ոնց են ապրում։ Ու ամենտեղ նույնը, դու պիտի քեզ սիրես, քո գործը սիրես։ Այսօրվա տաքսու վարորդը, որ գալիս է այստեղ, ամբողջ ճանապարհը բողոքում էր երկրից, կաշառակերությունից, դեսից դենից։ Ես էլ փորձում եի ճանապարհների փոխելուց, մի խոսքով բողոքել լսում ես դեն չան, լսում է էդ էլ մարդու կարծիքն է։ Վերջում ես տվեցի գումար, ինքը ասեց ես չունեմ մանր դրամ։ Կներես ախպեր ջան, ես ասեցի ներում եմ քեզ ախպեր ջան, բայց եթե դու քո գործը սենց վատ ես անում, ուրիշներին մի քննադատի էլի։ Դե հիմի քո մեքենան է, փողդ քեզ տալիս ենք, այդ մանրը ունեցի, ես սովորաբար այդ մանրը թողում եմ, դե սիրում եմ որ մարդիկ ուրախանում են։ Բայց հիմի այդ տենց էլ մարդու վերաբերմունք ինքը իրան։ Եթե դու քո գործդ լավ չես անում, ինչի մասին կարող ես խոսել։ Դրա համար այդ մոդելը իմ մոտ գոնե աշխատում է։ Երջանկության երկարակեցության բանաձև է սեփական անձին սիրելը, սեփական գործը սիրելը, կապը պահպանելը վերևի հետ, նախնյաց հետ։ Պարտադիր պայմաններն է ըստ իս իմ համար։ Եթե մարդ կա, որ կարող է, որտեվ հեքիաթներում շատ դեպքեր են, չէ՞ հանդիպել։ Մարդ կա, գլխ վերևից ընկնում է իրան ինչ-որ պետք է, մարդ կա, դրա համար պետք է անցնի 7 սարով են կողմ հասնի իր դժխուհուն, տարբեր են բան։ Ես իմ բանաձևը սիրով կիսվում եմ իմ մտերիմների հետ, եթե ինչ-որ մեկին պետք է, սա լավ է։ Պետք չի։ Ձեր զավակները, ժառանգները, չգիտեմ, թոռներ, բոլորը ձեր աշխարհայացքը, ձեր այս կենսակերպը, այս իմաստությունները կիսում են, ոնց որ համախոհ են։ Ցավոք սրտի փորձը չի փոխանցում, նույնիսկ քո երեխային։ Քո երեխան անում է քո նույն սխալները,
անցնում է նույն ճանապարհ, դա տենց է, դա մենակ իմ ասածը չի։ Ես հիշեցի նոր Անդրեին Տարկովսկուն, մյուսներին։ Ասենք մենք գիտենք մեր Սերգոյին Փարաջանով, չէ՞, ինքը արել է շքեղ բան։ Հիմի ոնց փոխանցես դա ինչ-որ մեկին, դա չի փոխանցում։ Ամեն մարդ անցնում է, կատարում է իր սխալները, կարդում է գրքերը, հասկանում է ինչ-որ բաներ չի հասկանում։ Տենց էտա Օֆելիա ջան, բայց դրա մեջ շատ կարևոր բան կա։ Հետո հիշում եք, մեր լավ ընկեր Դալայ Լաման ասում էր, չէ՞, եթե if you lose don't lose the lesson։ Կարող է սխալվես, բայց մի կորցրա այդ դասը, որ այդ սխալվելուց։ Այ հիմա ես չգիտեմ, մնաք սխալվել եմ, որ եկել եմ ստեղ խոսում եմ, թե չէ։ Այդ հետո կհասկանամ, որովհետև կարող է հետո ասեմ այ գնայի այսօր հագին գործ կար անել։ Պարոն Սարաթելյան, խոսեցինք, որ ինչու չապրել քաղաքում, գյուղում ապրել, բայց ինչու հենց Վայոց ձորում, Տավուշն էլ է հրաշալի, Լոռին էլ, այ հետաքրքիր ձեր ընտրությունը հենց Աղավնաձորի։ Նախախնամության հարց։ 1828 թվականին իմ նախնիները իշնորհիվ Հայաստանը միացավ ռուսական կայսրությանը, այդ հատվածները մոտ 40,000 ընտանիք վերադարձան Պարսկաստանից, չէ՞, իրանց Պարսկաստանից, որ Շահ Աբասի ժամանակ իրանք արտաքսվել էին երկրից, վերադարձան, մի մաս եկավ քանակեր, որտեղ եւ ես եկա, եւ 1828 թվականից Դալակ Վարդանը, իմ պապը, այնտեղ եղել է Դալակ հայեր, Վարսավիլ, Բժիշկ, հետո իր թորը դարել է քանակերի քահանան, Տեր Սաղաթելը, Տեր Վահանը, իր անունով էլ հենց մեր ազգանունն է կոչվել Սաղաթելյան, հետո տարբեր բաներ ալի եղել, օրինակ Տեր Վահանը կամ Սաղաթելը որոշել է հրաժարվել իր քահանայի կոչումից եւ դարել է հաշվապահ քանակերում, գրագետ մարդ է եղել, ունեցել է տղաներ, 3 տղա, բայց ինչ պատճառով 3-ն էլ գրեթե կորան երկրորդ համաշխարհայինի։ Ինչի եմ այդ հիշում, որտեվ կարող եմ ճակատագիրը այլ կերպով լիներ, եթե իրանք մնային, եթե երկիրը չփոխվեր, կայսրությունները չքանդվեին, ես օրինակ լինեի քանակերի քահանան օրինակ հիմա։ Բայց փոխվեց, ես էլ ընկա տարբեր տեղեր, հայրս էլ շատ բարդ ճակատագիր ունեցավ, դրսում էր ապրում, ես էլ կյանքի բերումով ապրել եմ տարբեր տեղեր, Չեռնոբիլի ժամանակ հայտնվեցի այնտեղ, չիմանալով որ ինչա կատարվում, 3 օր պաշտպանում էինք շուրջը, հետո պարզվեց բավական լուրջ ռադիացիայի չափաբաժին եմ ստացել, բայց փառք Աստծո ողջ եմ։ Հետո եղավնեց, որ գնացի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մոտ 8-9 տարի այնտեղ ապրեցի, տեսա շատ մազալու բաներ, շատ հետաքրքիր բաներ, շշմելու երկիր էր, հետո վերադարձա, կարող է իմ բարեկամներից ինչ-որ մի մասը Պարսկահայաստանից գալուց եկել են, հիմնել են Աղավնաձոր գյուղը, հրաշալի գյուղ, գեղեցիկ տեղ, որտեղ գտնվում է հայոց այսօր էնդեմիկ սորտերի մոտ 70-80%-ը, շատ լավ տեղ է։ Այդ էլ զուգադիպեց, որ իմ ընկերներս, որոնք ռեստորանի բիզնեսում էին, ուզում էին լավ որակի գինի անել, ես էլ ուզում էի գնալ գյուղ ու զբաղվել գյուղատնտեսությամբ եւ դրա շուրջ կատարվող իրադարձություններով, տենց զուգադիպեց դա նախախնամությունը։ Երևի Բուլգակով կարդացել եք, պատահական ոչ մի բան չի լինում այս աշխարհում։ Չեմ վիճի կհամաձայնեմ։ Դուք խոսում եք հարցեր տարբեր ճյուղերով, են չգիտեմ որը ոնց ասեմ, մեր չափումներով, անձնագրային չափումներով, այդ ժամանակ քանի տարեկան էիք։ Մեր չափումներով։ Իմ անձնագրով Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների անձնագրերով, երբ որ ես եկա Վայոց ձոր, դա 2008 թվականն էր, մոտավորապես, չեմ էլ կարա հաշվեմ, դի կալկուլատոր օգտագործեմ, երևի թե մոտ 50 անց էի արդեն, մեր չափումներով, ու այդ օրերից սկսեցինք աշխատել։ Չենք պատկերացնում խնդիրը, որտեղ մենք գինու սիրահար էինք, բայց հետո թիմ հավաքեցինք, կոնսուլտանտներ Ֆրանսիայից, իմացող մարդիկ, թիմ հավաքվեց աշխատումը, ու փառք Աստծո, լավ ենք աշխատում, մեր գինին բավականին հայտնի է, առաջի օրգանական գինու արտադրողն ենք Հայաստանում, հրաժարվել ենք քիմիայից,
աճացնում ենք բնական կամ մեր պապերի ասած ավանդական ձևերով,